Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ։ Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումից պիտի սարսափեմ։ Չարերը գալիս են իմ դեմ, որի մարմինը ուտեն։ Իմ հակառակորդները ու թշնամիները սահում և վայր են ընկնում։ Եթե զորաբանակ էլ գա իմ դեմ, իմ սիրտը չպիտի վախենա։ Եթե պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կատարելապես վստահ կզգամ։ Այս բոլոր խոսքերը վերաբերվում են մեզ, և բոլոր հավատացյալները հոգևոր պատերազմի մեջ են, հակառակորդը, աշխարհը, մեղքը փորձում են մեզ հեռացնել Աստծուց, սակայն Աստծո զինվորները միշտ հաղթական են, քանի որ մեր զորագլուխը Հիսուս Քրիստոսն է, Նա է մեր լույսը, մեր զորությունը, մեր հաղթությունը և փրկությունը։ Հռոմեացիների 8:31-ն այսպես է ասում. Եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Մի բան եմ խնդրում Տիրոջից, և շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ և նրա տաճարի մեջ խորհրդածեմ, որովհետև չարորը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղերում և ինձ բարձրացնում է վեմի վրա։ Հիմա իմ գլուխը պիտի բարձրանա իմ թշնամիների դեմ, որոնք կան իմ չորս կողմում, և նրա վրանի մեջ գոհության զոհեր պիտի մատուցեմ։ Պիտի երգեմ և սաղմոս ասեմ Տիրոջը։ Այս հատվածը խոսվում է Աստծո տան մեջ գտնվելու, Աստծո տան մեջ բնակվելու մասին։ Աստծո տունը եկեղեցին է և Աստծո ժողովուրդը։ Աստծո տունը նաև Աստծո ներկայությունն է։ Երբ մենք Աստծո տան մեջ ենք, վայելում ենք նրա ներկայությունը, միշտ պաշտպանված և ապահով ենք։ Լսիր Տեր իմ ձայնը, երբ կանչեմ, ողորմիր ինձ և պատասխան տուր ինձ։ Իմ սիրտը քեզ ասում է քո խոսքը, փնտրեցեք իմ երեսը։ Ահա Տեր, ես էլ փնտրում եմ քո երեսը։ Մի ծածկիր ինձնից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկությամբ։ Դու ես իմ օգնությունը, մի հեռացրու ինձ և մի լքիր ինձ, ով իմ փրկության Աստված։ Թեկուզ հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ ընդունում է Տերը։ Սաղմոսերգուն այստեղ մեզ քաջալերում է Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություն ունենալ, կարիքի մեջ աղաղակել Տիրոջը, իսկ հաջողության մեջ փառաբանել Աստծուն։ Աստված մեզ բոլորից առավել է սիրում, նույնիսկ քան մեր ծնողները։ Տեր սովորեցրու ինձ քո ճանապարհը և առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհով, իմ թշնամիների պատճառով։ Մի մատնիր ինձ իմ հակառակորդների կամքին, որովհետև սուտ վկաներ են կանգնում իմ դեմ, որ բռնություն փչեն։ Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։ Մենք պետք է կատարելապես վստահենք Տիրոջը և հուսանք Աստծո բարությանը։ Նույնիսկ դժվարության մեջ կարող ենք վստահ լինել, որ Աստված այն կփոխի օրհնության։ Ինչպես Հովսեփն ասաց եղբայրներին. «Դուք մտածեցիք ինձ չարիք անել, բայց Աստված բարի դարձրեց»։ Եվ սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ և զորավոր լինի, սպասիր Տիրոջը։ Այս խոսքերով Սուրբ Հոգին մեզ կոչ է անում անվերապահորեն հուսալ Տիրոջը և ապավինել նրա զորությանը և հիշել Աստծո խոսքը, որ գրված է. ամեն բաները բարիին են գործակից լինում Աստծուն սիրողների համար։